Ալո։ Ռաս ջանջատես, մայիսն ապեր։ Քեզ թվում է քո ձենը ես կարող եմ խառնեմ ուրիշ մարդու ձենի հետ կամ ես քեզ չեմ ասել։ Ես համար ընդհանրապես չհավաքես ու աչքիս չերևաս։ Ջանջատես, Միրոյի մասին է թեման։ Միրոյին գտել են։ Միրոն ողջ է, Ռաս։ Հայաստանում է։ Հասկանում ես, Ռաս։ Լսում ես։ Ռաս։ Սա էլ ձեր ջուրը։ Շնորհակալություն։ Ոնց եք ձեզ զգում։ Ոնց պիտի զգամ։ Մաքուր ջուր եմ խմում։ Էն էլ հայրենիքի։ Ոնց կլինեմ։ Ես փախել եկել եմ հայրենիք։ Հիմա այնտեղ մարդ են կանգնացրել, որ ստեղից չփախնեմ։ Ձեզ հսկում են, որ ավելորդ մարդիկ չգան։ Այսօր հիվանդանոցի մուտքը հազիվ են ազատել, որ բժիշկներն ու հիվանդները ելումուտ անեն։ Լրագրողները հիվանդանոցից հեռու չեն գնում։ Այսօր Հայրապետովն էլ իր եթերում ասեց հեռու մնացեք, ժամանակը չի։ Բայց դե գոնե ուզում են նկարեն կամ գոնե մի բան իմանան բժշկից։ Ոնց Հայրապետովը խոսել է։ Որտեղ ինչ հաղորդում է։ Չէ, հաղորդում չէ։ Ոնց։ Facebook-ով լայվ էր մտել։ Ես կարամ նայեմ։ Իհարկե, նայեք։ Ուրեմն ստիպված եմ մի անգամ էլ խնդրել, եթե պահանջս չանցավ, գերին նախ եւ առաջ մարդը, հայ, թանգարանի նմուշ չի, այլ կենթանի մարդ։ Այս սրանք ովքեր են գրում։ Մարդիկ։ Անգլերեն, հա։ Չէ, լատինատար։ Դե ով ոնց ուզում գրում է։ Բայց տվեք, հա, հեռախոսը։ Սպասի։ Ախր որ տեսնեն իմ վրա կխոսեն։ Ես ինչ են գրում։ Հերոս մի սարքեք, հերոսները գերի չեն ընկնում։ Խնդրում եմ, իսկականից տվեք, հա, հեռախոսը։ Սպասի։ Նա մի ոնց եք վստահում մի մարդու, որ այսքան տարի հետո Ադրբեջանից եկել է։ Ախր ովքեր են սրանք։ Դե ասեցի մարդիկ։ Դու ճանաչում ես։ Չէ։ Ոնց չես ճանաչում, քո հեռախոսի մեջ է։ Դա կապ չունի։
Չեմ հասկանում, ոնց կարող է կապ չունենա։ Ոնց կարող է այս մարդիկ հայտնվեն քո հեռախոսի մեջ։ Ուշադրություն մի դարձրեք։ Ես ուր էլ տվեցի։ Տվեք ինձ, հա։ Սպասի։ Խոր։ Ոնց կարող է իմանալ այս մարդիկ ես ով եմ։ Ոնց կարող է իմանալ նրանք։ Ոնց կարող է գրել իմ մասին։ Սպասի։ Դրանք ինչ գիտեն ես ոնց եմ գերի ընկել։ Ես մտածում եի Անդոյին կփրկենք, բայց չկարողացանք փրկել Անդոյին։ Ու այսքան տարի հետո ես փախել եկել եմ հայրենիք, հասկանում ես։ Փախել եկել եմ հայրենիք, ես ոնց կարող եմ ինձնից վտանգ ներկայացնեմ։ Ոնց կարող եմ ես դրանց ուղղակի կապել։ Մոտենաս։ Նա ինչ է ասում ես քեզ։ Արուր անգամ, ահա, տես։ Դրանք գերի եմ ընկել։ Հասար անգամ ծեծել են ինձ։ Կիսամեր են արել, հետո ամեն ինչ արել են, որ ես ուշ կգամ, որ հետո նորից սասկացնեմ, նորից սպանեմ։ Ստիպել են, որ թքեմ եռագույնի վրա, ստիպել են, որ գոռամ Ադրբեջան։ Ու հասկանում ես ինչ եմ ասում, հա։ Ես դրանց ինչ եմ ասել, դու չեք պատկերացնում ինձ։ Թող։ Անդոն վիրավոր է, փրկենք Անդոյ։ Գնացինք լավ ցուրտ ա։ Ծառլու են ձեռներ։ Վերջիննա։ Որոշ մի սառլն է արդեն։ Ասա Էլեն։ Մայիս ուր ես, ինչ ես անում։ Հուսով եմ ոչ մի անդառնալի բան չես արել, չէ։ Ռազի մոտ եմ գնում։ Մայիս խնդրում եմ արի տուն։ Արի տուն հանգիստ կնստենք կխոսենք։ Ես գիտեմ, որ իմ ասածները քո համար կոպեկի արժեք չունեն։ Բայց մի բան լավ հիշի։ Հիշի ու չմոռանաս։ Երբ որոշես ամեն ինչ պատմես, հիշի աղջկադ։ Հիշի ինչերի մեջով ինքը պետք է անցնի ու ինչ կարա լինի։ Անահիտը քո համար ամեն ինչա, չէ։ Ուրեմն հասկացիր, որ առաջին հերթին դու Անահիտին ես վնասելու։ Ու քո ճշմարտությունը կսպանի Անահիտին, հասկանում ես, Մայիս։ Կսպանի Անահիտին։ Հա։ Պապայի հետ էիր խոսում։ Լացում ես։ Ինչ էիր խոսում, մամ, ինչ ճշմարտություն։ Պապան ինչ պետք է անի, որ ինձ վնասի։ Մամ, ինչի ես լացում։ Բան չկա, ուղղակի խոսում ենք, ես երբ ես եկել։ Ոչ մի բան չկա ու դու լացում ես։ Մամ, ես գիտեմ, պապան շատ կոպիտ է, միշտ ջղայնանում է,
Բայց ախր ինքը մեզ շատ է սիրում։ Մենք չպետք է նեղանանք պապայից։ Դե հիմա ասա, տեսնեմ ինչ է եղել։ Ինչի պետք է պապան ինձ վնասի։ Ախր դու գիտես, որ պապան երբեք ոչ մի բան չի անի, որ ինձ վնասի։ Երևի ես իզուր սենց ռեակցիա տվեցի։ Դե ասա, ես էլ իմանամ։ Ես կխոսեմ պապայի հետ։ Դու գիտես, ինքը ինձ երբեք չի մերժում։ Ասում է ուզում է երկրից գնալ։ Ասում է գործերը հիմա այստեղ լավ չեն, ուզում է երկրից գնա, ասում է բեռնատարները այնտեղ ավելի լավ կաշխատեն, ավելի շատ եկամուտ կբերեն, դե ես էլ չեմ ուզում, որ գնա։ Դու էլ չես ուզի, չէ՞ որ գնա։ Ինչ ես խոսում, մամ։ Պապան երբեք չի գնա։ Կարող է ուղղակի խոսքի մեջ ասել։ Ես վստահ եմ, ինքը չի գնա։ Ճիշտ ես ասում։ Ես իզուր նեղվեցի, հետն էլ իզուր վիճեցի։ Հիմա կզանգեմ, հանգիստ կխոսենք։ Քեզ էլ իզուր անհանգստացրեցի։ Ես չեմ անհանգստանում, մամ։ Ես գիտեմ, դուք ինչքան էլ վիճեք, վերջում դե գոնե հանունից ընդհանուր հայտարարի եք գալու։ Ճիշտ ես։ Դե գնամ զանգեմ կամ։ Գնա։ Հետո կգամ հաց կսարքեմ։ Լավ էլ մարդկային ձևով որ քեզ բացատրում։ Հաշվի առնելով ով ես ու ինձ զինվոր ես։ Բայց հրամաններին չհետարկվել չես կարող։ Ինձ լսում։ Նշալես որ հարցերը տրիբունալով լուծեմ։ Տրիբունալով ես վախացնում։ Կամ քեզ թվում է հիմա ինձ պետքա վախացնել, Միրոս, անտառում է։ Հասկացանք այդ տարածքը վտանգավոր է, հիմա չեք կարող այդտեղ գնալ։ Ես ոչ մեկի չեմ վտանգի, իմ տղեկին կվերցնեմ կգնա։ Չէ։ Ոչ մեկի հետ չես գնալու, ռազի ինձ նայի, ոչ մեկի հետ չես գնալու, չես հասկանում դու դա։ Չէ, չեմ հասկանում, ես չեմ հասկանում այն հրամանը, որ ասում է անգերոջը թող անտառում, դու ապրի իբրև բան չի եղել։ Գիտես մենակ դու ես մտածում, հա զինվորների մասին։ Մենք էլ ենք մտածում, մենք բոլորս ենք մտածում։ Մարդիկ ենք ուղարկել ականապատ տարածքներ, որ իրաց դիերը հանեն։ Հասկանում ես, դիերը ուրիշ բան չէ, մենակ դիերը։ Հասկանում ես, բայց հրամանա, ռազ, հրամանա, չես կարող գնալ։ Ես պատրաստ չեմ նորից մարդիկ ուղարկեմ ընդեղ ու էլ հետ չգա։ Ռազ պատրաստ չեմ։ Ռազ չեմ ուզում մարդիկ ուղարկեմ ընդեղ ու էլ հետ չգան։ Դու կարեք են ինչ ուզում եք։ Ես փրկելու եմ Միրոյից։ Ոչ մի տեղ չես գնա։
Չես գնա։ Միրոս։ Հերո։ Ես քեզ չեմ ասես, շեմից ներս չմտնես դու։ Մի անգամ բրգին արդին ձեր Սպանի ինձ հենց իմ աստեղ։ Դե սպանի։ Բայց մենք պիտի խոսենք ռաս։ Դու այսքան ժամանակ տենց էլ չթողեցիր, որ ես խոսեմ։ Հա, իմ մեղավորությունն էլ է նա, որ այսինչ չվերկացա ու եկա դիմացդ կանգնեմ, որ խոսեմ, բացատրեմ, կիսվեմ, բայց հիմա էլ ոչ սպասելու, ոչ էլ որևէ հնարավորություն կա, ու մենք պիտի խոսենք ռաս, գոնե հանուն Միրոյի մենք պիտի խոսենք։ Ուզում ես ասես հանուն Միրոյիս ես, հա եկե։ Ուզում ես ասես ուրախ ես, որ Միրոս ողջ է, զարմացել ես, հա, որ Միրոս ողջ է։ Ես չեմ զարմացել։ Ես միշտ էլ գիտեի, որ Միրոս մի օր գալու է։ Դու քո համար ես եկել։ Դու եկել ես, որ քո կաշին փրկես։ Եկել ես ինձ համոզես, որ ընկերոջս խաբեմ։ Եկել ես, որ խնդրես, որ խաբեմ։ Խնդրի։ Խնդրի։ Ես եկել եմ, որովհետև Միրոյի մերն է խնդրել։ Բայց անկախ ամեն ինչից, դու այսօր լսելու ես ինձ։ Դու այդպես էլ չմոռացար Լուիզին։ Ես ամբողջ կյանքում ապրեցի քո հետ, քո կողքին։ Բայց երբեք քո կողքին չզբաղեցրի այն տեղը, որը Լուիզը անգամ իր բացակայությամբ է զբաղեցնում։ Երբեք։ Մտեք։ Մամ, զանգեցիր։ Չէ, չի պատասխանում։ Ոչինչ, մամ, մի նեղվի։ Կգա կխոսենք։ Մամ, խնդրում եմ էլի մի լացի։ Դու որ լացում ես, ես էլ եմ ուզում լաց լինեմ։ Մամ։ Կներես, հան, կներես։ Մի լացի, մամ։
Ես քո հետ չեմ կարա նույն սենյակի օդը երկար շնչեմ։ Ասելիքդ ասա ու Տիկին Անահիտն էր եկել։ Ես իրան այսքան ժամանակ ոչ տեսել էի, ոչ էլ խոսել հետը։ Եկել էր ասել, որ Միրոյին ոչ մի բան չասեմ։ Ու որ քո հետ էլ խոսեմ, որ ոչինչ չասենք Միրոյին։ Այդ խնդրանքեր, պահանջեր, ոնց ուզում ես հասկացի։ Ու ես ստեղ չգալ չէի կարող։ Հա դե դու հելել էիր, վազվզում էիր, ուզում էիր Միրոյից գտներ ճիշտն ասեիր, տիկին Անահիտը չթողեց։ Ինչ լավ ա քո մոտ ամեն ինչ դասավորվում։ Բա որ Միրոյից տենաս ոնց ես աչքերի մեջ նայելու, ոնց ես գրկելու, ձեռները չի ջարդվելու։ Կամ էդ որ որոշել եք խաբեք, մտածել եք ինչ եք ասելու էդ, պատմություն եք հորին է, չնայած Միրոյիս ասնումը, խաբեք, մեջներիցս ամենը ջիգյարովն է եղե, պատրաստ է եղե ընկերների համար կյանքը տա ու տավելա, Արսեն ջոյի մերը որ գերեզմանում չոքած երեխու տեղը Միրոյի համար էր աղոթում, այդ դրա համար Միրոյին ասնում է, խաբեք, իրանով էր խնդրում էթար, ընկերների համար ընկերներ ադրբեջանցոնց ծերը, ոչ մեկ, ոնց արելա տենց էլ, խաբեք, բա ինչ կանեք, տենցը, ով մաքուրա, ով ուրիշի ցավը իրա վրա է վերցնում, հոգին ծանրանում ու իջնում ա ջրի տակ։ Ասեմ ինչն ա մնում ջրի վրա, թե դու գիտես դու միշտ էլ ջրի վրա ես էլի։ Հերիկա ռազ, հերիկա, դիմացդ եմ, թքեր ես ես ենքան մինչև կամար ես հերիկա, բայց թող խոսամ։ Խնդրում եմ, լսի գոնե։ Հիմա դու ինձ ինչ էլ պատմես, ես ոչ քո երեսին եմ ուզում նայեմ, ոչ էլ այդ քո կեղտոտ ձեռն եմ սեղմելու։ Ես Միրոյից չեմ խաբի։ Եթե տիկին Անահիտը նեղանել, ոչինչ հետո կների, բայց ես ինձ չեմ ների, որ Միրոյից խաբեմ։ Այսքանից հետո էլ ինչ պետք է ասես դու ինձ։ Հա, ես միշտ սիրել եմ Լուիզին։ Դու էդ գիտես։ Եթե տղերքը ոչ մի բան չեն հասկացել, դու հասկացել ես, համ էլ ես չեմ թաքցրել։ Ու միշտ անիծել եմ այն օրը, որ Լուիզին ծանոթացրեցի Միրոյի հետ։ Եղել ա Լուիզի պատճառով չարացել եմ Միրոյի վրա, հա, այդ ամեն ինչը եղել ա։ Բայց իմ ու Լուիզի մեջ ոչ մի բան չի եղել, ռազ։ Չի եղել ոչ թե որովհետև ես լավ տղա եմ, այլ որովհետև Լուիզը ապրում էր Միրոյով։ Բայց մեր մեջ ոչ մի բան չի եղել, ռազ։ Հա, ես շատ էի գնում համալսարան։ Տեսնողներ էին եղել,
Տիկին Անահիտին էին ասել, ինքն էլ նեղվել էր, գնացել էր տուն, Լուիզի հետ վիճել էին, կռվել էին, մեղադրել էր, ու Լուիզը տնից դուրս էր եկել, Էլենի մոտ էր եկել։ Առավոտը գնացի, որ տեսնեմ Լուիզին, քնած էր։ Ու այդ ժամանակ ձյաձյալիկը եկավ, ինձ ընդեղ տեսավ, ինքն էլ մտածեց, որ մեր մեջ ինչ-որ բան կա, ու չթողեց խոսեմ, ոչ մի բան չկարողացա ասել, ու տենց համոզված գնաց։ Ես անգամ չգիտեի, որ Լուիզը հղի է, հասկանում ես։ Ես էդ այն ժամանակ եմ իմացել, երբ որ ինձ բերեց նամակ տվեց։ Իբր այդ հրաժեշտի նամակա, որ ինքը գնում է Ամերիկա։ Մտածում էի, որ այդ նամակում ինձ էլ է մեղադրել, ինչ ասես մտքովս չէր անցնում, ու բացեցի այդ նամակը, կարդացի։ Այդտեղ նոր հասկացա, որ Լուիզը հղի է, ու որ պատրաստվում է ինքնասպան լինի։ Ես հիմա չեմ էլ հիշում, ոնց եմ իջացրել իրան գետնին։ Ոնց եմ հանել պարանը վզից։ Ամբողջ վիզը կապույտ էր։ Գոռում էի անգիտակից։ Ոչ մի ուշադրություն ու ռեակցիա չկար։ Գրկում ու բաց էի թողնում աննորմալի պես։ Հետո սկսեց հազալ։ Չէր կարողանում խոսել։ Միայն գոռում էր։ Գոռում էր ու ինձ էր մեղադրում, որ չեմ թողել մեռնի։ Աննորմալի պես խփում էր ինձ, դեմքիս էր խփում։ Հետո ես էի համոզում իրան, որ էլ կյանքում նման բան չանի։ Երդվեցի, որ ես կխոսեմ Միրոյի հետ, որ անհնար է Միրոն իրան չհավատա։ Ու հետո որ սպասի Միրոյին։ Ու որ ինչ էլ ուզում է լինի, անուն իրանց երեխույն կպիտի ապրի։ Բայց չէր ուզում լսեր։ Մենակ գոռում էր։ Անընդհատ գոռում էր ու ինձ էր մեղադրում։
Ես ամեն ինչի մեղավորը դու ես։ Հա, գիտեմ։ Բա որ գիտես ինչի ես եկել։ Եկել ես ինձ փրկես։ Ինչի համար։ Միրան ինձ նույնիսկ չի ուզում տեսնի։ Իմ մասին չի ուզում լսի։ Կլսի, Լուիզ։ Կլսի։ Ես չեմ հասկանում դու ոնց էիր տենց բանանում։ Բա երեխետ։ Խնդրել էի, չէ՞ նամակս չկարդաս։ Հիմա էտա կարևոր, հա։ Հա, Լուիզ, ես գիտեմ, ես մեղավոր եմ։ Մեղավոր եմ, որ ես քեզ սիրում եմ, բայց հասկանում ես, ես դրա իրավունքը չունեի ու դա գիտեմ, Լուիզ։ Բայց ես չեմ թողնելու, որ դու այդ քայլին գնաս։ Եթե պետք եղավ, ես կգնամ Միրոյի մոտ էլ, իր հետ էլ կխոսեմ։ Դու հասկանում ես, որ դու մենակ քեզ չէիր սպանում։ Միրոյին, այդ երեխունի ինձ։ Ասում ես Միրոն քեզ չեր ների։ Իսկ այդ ամեն ինչից հետո ներելու էր, հա։ Ինքն իրեն ներելու էր։ Հետո տատը եկավ։ Ինքն էլ էր համոզված, որ մեր մեջ ինչ-որ բան կա, որ երեխեն իմն է։ Չուզեց լսի անգամ։ Դու ինչի ամառանից իրար բանաճան, ինչի ամար, ինչն է նշանակում։ Դու ընդհանրապես է վերտեպրի հավեսը չունեք։ Ու ես ստիպված Լուիզին մեր հին տուն տարա գյուղ։ Մենակ չէինք թողնում։ Բելենն էլ էր գալիս գնում։ Լուիս գոնե մի բան կերել է։ Քո մասին չես մտածում, գոնե երեխու մասին մտածի։ Հետո Միրոյի մասին լուր իմացանք, որ չկա։ Տիկին Անահիտն էր մորս տեսել, պատմել էր։ Ու այդպես ես, Լուիզը, Էլենը, բոլորս կարծում ենք, որ էլ չկա Միրոն։ Ու ես ստիպված մորս ասեցի, որ այդ երեխեն իմն է։ Ու որ պետք է մեր տանը ապրի։ Մերս չհակաճարեց, բան չասեց։ Բայց Լուիզը տնցել մեր տուն չեկավ, մնաց գյուղի տանը։ Երեխեն մեծ էր, աղիությունը մեծ էր։ Ծնվեց երեխեն։
Ես էլ եկել էի քաղաք երկու բանման առնելու։ Գնացի Էլենա ասաց, որ Լուիզը չկա։ Երեխուն թողել ու փախել էր։ Ու իրանից տեղեկություն չունեինք, ռաս։ Այդ հիմա չի, որ մի օրում կարաս մարդուն գտնես կամ ինֆորմացիա ունենաս իր մասին։ Ոչ մորքուրներ բան ասում, ոչ տատը։ Հետո մի ամիս անց նոր իմացա, որ թողել գնացել է Ամերիկա։ Ու տենց Էլենը պահեց երեխուն։ Ես էլ հետը։ Ու մի որոշ ժամանակ անց եկանք քաղաք։ Ես Էլենա ու երեխան ռաս։ Ռաս։ Իմ աղջիկը Անահիտս Լուիզի ու Միրոյի աղջիկն է, ում ես կյանքիցս շատ եմ սիրում։ Ու հիմա երբ Անահիտը կարծում է, որ ես եմ հայրը, Էլենն էլ մայրն է, ես չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ոնց ասեմ։ Ու հիմա իմաստը որն է, որ ես քեզ խաբեմ։ Իմ աղջիկը Անահիտը Լուիզի ու Միրոյի աղջիկն է, ռաս։